Շնորհակալ ենք, որ դու սուրբ լինելով մեզ այցելություն արեցիր, Տեր։ Շնորհակալ ենք, որ քո փառքը լցնում է այս վայրը, Տեր։ Oh
շնորհակալություն ենք հայտնում քո սուրբ ներկայության համար, խոնարհվում ենք փառավոր Աստված քո առաջ, ասում ենք քեզ շնորհակալություն, գոհություն, փառք ու պատիվ, փառք ու պատիվ քեզ Տեր, քո ողորմության եւ քո սիրո համար, քո որդու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար եւ քո սուրբ հոգու համար։ Խոնարհվում ենք քո առաջ, Տեր, շնորհակալություն ենք հայտնում նաեւ ամեն մեկս մեր ընտանիքի համար, մեր տուն ու տեղի համար, մեր հաց ու ջրի համար, մեր ֆինանսական աղբյուրների համար, մեր կոչումի եւ ծառայության համար։ Շնորհակալություն ենք հայտնում, փառավորում ենք քո սուրբ անունը եւ հավատում ենք, որ դու նորից զորացնում ես այսօր քո ժողովրդի գլուխը, բարձրացնում ես իրենց թշնամիների վրա։ Հավատում ենք, որ դու քո ժողովրդի գլուխը այսօր օծում ես նորից յուղով եւ մեզ համար սեղան ես պատրաստում մեր թշնամիների առաջ։ Շնորհակալ ենք, Տեր, աղոթում ենք, Տեր, որ քո ժողովրդին, քո սուրբերին օծես եւ նրանց օգտագործես, Տեր։ Ամեն երկմտություն, անհավատություն, ամեն թերհավատություն թող քանդվի քո ժողովրդի վրայից Հիսուսի զորավոր անունով։ Փառավոր Աստված, առանց քեզ մենք ոչինչ չենք կարող անենք։ Դու ասեցիր դա Հովհաննես 15-րդ գլխում։ Մենք էլ գիտենք, որ մենք առանց քեզ ոչինչ չենք կարող անել, բայց քեզանով ամեն բան կարող ենք անել։ Ես խնդրում եմ, Տեր, քո ժողովրդին վերցրու օծի, ազատի ամեն ունայնությունից, ամեն դիվային հարձակումներից, ամեն սատանայական կապանքներից ազատի քո ժողովուրդը, Տեր։ Թող քո ժողովուրդը ազատ լինի քեզ պաշտելու եւ քո անունը ավետարանելու Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, ամեն։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Հալելույա, Տերը օրհնի ձեզ, սիրելիներ ջան, նստեք Տիրոջ ներկայության մեջ։ Հուսով եմ լավ եք, լինի մեր Աստվածը։ Մի խոսք դրեց սրտիս, աղոթեցի, վերնագրել եմ այսպես. չարին չարով չհատուցես։ Չարին չարով չհատուցես։ Կասես ինչու հով ջան։ Մենք գիտենք, չէ, ոնց որ մեր ծնված օրվանից մեր աչքերը բացել ենք, մենք ես ենք տեսել, որ չարին չարով պիտի հատուցանենք։ Մանկապարտեզից սկսած, երբեմն մեր ծնողներն են սովորացրել, հանկարծ չխեղճանաս, հանկարծ չխեղճանաս, ինչ ձեռիցդ գալիս է արա։ Դա այս աշխարհի ձևն է, բայց մեր Տերը առաջարկում է չարին չարով չհատուցանես։ Եվ առաջի խոսքից ուզում եմ կարդամ Եսայա 48-րդ գլուխ, Եսայա 48, 17 խոսքից։ Այսպես է ասում Տերը, քո փրկիչը, Իսրայելի Սուրբը, ես եմ քո Աստվածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհը։ Ամեն։ Տերը ասում է, ես եմ քո Աստվածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար բաներ, ճիշտ բաներ, որը քեզ այս աշխարհը չի սովորացնում, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհը, թե ոնց պիտի ապրես, ինչ պիտի անես, ես եմ ասողը, ես եմ սովորացնողը։ Մենք ոչ ոք այս ճիշտը չգիտեինք։ Թե մտածում ենք խելացի մարդ ենք, մեր ծնողները խելացի են, բանիմաց են, բայց Աստված ինքը ասում է, ես եմ քեզ սովորացնող, ճանապարհ ցույց տվողը։ 18 խոսքից. Երանի թե ուշադրություն աներ իմ պատվերներին։ Ասում է, երանի թե ուշադրություն աներ իմ պատվերներին, այն ժամանակ գետի պես պիտի լիներ քո խաղաղությունը եւ քո արդարությունը ծովի ալիքների պես։ Երանի թե։ Ուրեմն Աստված ինքը սովորեցնում է եւ ասում է, երանի թե ուշադրություն անեիր։ Մենք այսօր ուշադրություն պիտի դարձնենք։ Ինչ է Աստված խոսում։ Որովհետև եթե ուշադրություն չդարձնենք, մենք պարզամիտ կլինենք։ Աստված ամեն ասու խոսքը շատ կարևոր է։ Ամեն մի խոսքը շատ կարևոր է, որ մենք շատ խորը ուշադիր լինենք, մտածենք, հիշում եք Հեսուին ինչ ասեց. այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա։ Գիշեր ցերեկ
նրա վրա մտածես, որ պահես ու կատարես նրա միջի գրվածի պես։ Որովհետև դրանից հետո դու խելացի մարդ կլինես եւ դրանից հետո հաջողակ մարդ կլինես։ Երբ որ գիշեր ցերեկ մտածես խոսքի վրա, որ ապրես ու անես այդպես։ Մեզ թվում է թե Աստված պատահական է ասել չարին չարով չհատուցանես։ Սա Աստծո խոսքից եմ հանել ես վերնագիրը, ես կկարդա մի քիչ հետո։ Գիտես այնքան խորություն կա սրա մեջ։ Երբեմն մենք չարին չարով ենք, չէ՞։ Այս աշխարհի ձևն է, չարին չարով։ Ոնց թե դու ինձ ասես։ Դու ինչ իրավունք ունես ինձ ասես։ Ինչ իրավունք ունես իմ երեխային ասես։ Կամ ինչ իրավունք ունես սա անես կամ անես։ Ու հասնում ենք իրա վրա, սկսում ենք բամբասել, չարախոսել։ Ինչ ձեռներովս գա անել, դա նույն սատանայի բնավորությունն է։ Դրա համար սրա մեջ շատ լուրջ խորություն կա, երբ որ մենք չարին չարով չենք պատասխանում։ Տերը մեզ օգնական։ Եվ Աստված Տերը օգնական, որպեսզի մենք կարողանանք դա անենք, որովհետև սա գերբնական է։ Չարին չարով չհատուցանելը սա գերբնական բան է։ Սա իրական Աստծո հոգին է, Աստծո սիրտն է։ Մենք սովորենք, որ պիտի չարին չարով հատուցանենք։ Եբրայեցիս 6-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Վասնզի այն երկիրը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը խմե եւ շահավետ արդյունք բուսեցնե նրանց համար, որոնց ձեռով էլ մշակվում է, նա Աստվածանից օրհնություն կընդունի։ Բայց այն, որ փուշ եւ տատասկ է բերում, անպիտան է եւ անեծքի մոտ, եւ նրա վերջը այրվելն է։ Ամեն։ Ուրեմն անձրևը, Աստված ասում է, ինչպես անձրևն ու ձյունը, Սաղմոսներում է գրված, գալիս են այս երկրի վրա, մինչև իրանց գործը չանեն, հետ չեն վերադառնա իրանց տեղը, որ երկիրը ջրեն, արգասավոր անեն, պտղատու անեն, նոր դառնան իրենց տեղը։ Այնպես էլ իմ խոսքը, ես երբ որ ուղարկում եմ, ինքը պետք է գա իր գործը անի, նոր հետ վերադառնա իմ մոտ։ Այսինքն Աստծո խոսքը գալիս է, անձրևի պես, մեր սրտերի մեջ։ Եթե ինքը պտուղ բուսցնե, նոր կարդացի, բարի պտուղ, օրհնված կլնես, օրհնված կլնի Աստծո կողմանի։ Բայց եթե այդ խոսքը եկել է քո սրտի մեջ եւ փուշ ու տատասկ է բուսցրել, ասում անիծված կլնի այդ մարդը եւ կվառվի։ Ամեն։ Այսինքն հիմա Աստված մեզ սովորացնում է։ Բոլորս լսում ենք տարիներով։ Եթե այդ մեր սովորած խոսքերը մենք կարողանանք տիրապետենք բարի պտուղ ունենալու համար, մենք օրհնված մարդ կլինենք։ Բայց եթե այդ ինչ որ մենք լսում ենք, կարդում ենք, սովորում ենք եւ փուշ ու տատասկ է բուսում, նորից չարին չարով ենք պատասխանում, ասմանիցված կլինի եւ կրակի այրվելու համար։ Ո՞վ է հասկանում։ Տերը մեզ օգնական, սիրելիներ ջան, որովհետև ես գիտեմ, որ տարիներով լսում ենք, 30 տարով, 20, 10 տարով, բայց մարդը ոնց կան հենց էլ կա, չի փոխվում, սիրտը չի փոխվում, միտքը չի փոխվում, մարդը մնում է նույնը, դրա համար իր կյանքը, ընտանիքը ինչ որտեղ անեծքի մեջ է, տանջվում է, չարչարվում է ու չգիտի ինչի համար է տենց։ Խնդիրը սա է, խոսքը եկել է, պիտի պտուղ բերի, բարի պտուղ, ոչ թե փուշ ու տատասկ։ Ամեն։ Դրա համար Տերը ասում է, ես եմ քո Աստվածը, քեզ սովորացնում եմ լավը, բարին, քո գնալու ճանապարհը, սովորի։ Մեր բառերով ասած սովորի էլի։ Լսի էլի, հասկացի։ Ապրի, արա այդ ամեն ինչը։ Դժվար բան չի։ Թեև ես այսօր որ քննում եմ այս խոսքը, զգացի, որ շատ դժվար է։ Որտեղ մենք սովորել ենք, ոնց որ հեշտ է տենց անենք։ Բայց իրոք սա դժվար բան է։ Հոբ 36-րդ գլուխ 21 խոսքը։ Այսպես է գրված, բանավոր ասեմ, զգուշացիր, որ չդառնաս ամբարշտության, որովհետև դու դա ավելի ընտրեցիր նեղվելուց։ Տենց է չէ գրված, նեղվելուց։ Զգուշ եղի, որ չդառնաս ամբարշտության։ Քանի ոտը չեն տրորե, լավ է։
հավատացյալ ես, ժպտեր ես, Տերը օրհնի քեզ, Տերը քեզ էլ օրհնի, վայ փառք Տիրոջը, մեկ էլ հանգարց մեկը ոտը տրորեց, նեղվեցիր, չէ, սիրտդ նեղվեց, հանգարց երեխուդ թարս նայեց, հանգարց ինչ-որ մի բան այն չարեց, սիրտդ նեղվեց, ու դու դառնում ես ամբարշտությանը, խոսքը հենց այդ ասում, զգուշ եղի, որ չդառնաս ամբարիշտ, որովհետև նեղվելուց դու դա ավելի ես ընտրում, կարող ես քեզ տիրապետես, հենց դե այ թաքնված մեր օրհնության գաղտնիքները, Աստված դրա համար է ասում, ես քո Աստվածն եմ, ես քեզ սովորացնում եմ լավը, հաճելին, որ քո համար լավը լինի, բայց արդյոք դու սովորում ես, հարցս տեղ է, արդյոք դու սովորում ես, թե մնում ես հին տաշտակին, հին ձևին, ուրեմն զգուշ ելնենք, որտեղ նեղվելուց, նեղության ժամանակ մարդու մեջ ինչ կա, բացահայտվում է, երբեմն մարդը սենց ոնց որ տարայի մեջ ջուր լինի, ու այդ ամբողջ աղբը նստում է ջրի տակը, հավատացյալները նայում են այդ տարայի մեջի երեսի ջրին, վայ ես ինչ մաքուր է, ես ինչ լավ է, սս նայում են կողքից, ես ինչ մաքուր է, մեկ էլ Աստված թույլ է տալի, մեկը ոտով կպնի այդ տարային, տակի այդ ամբողջ կեղտը աղբը դուսագալի ջրեր ես, հետի տակը նստած էր, սա մարդկային էությունն է, ինքը բարի է, լավ է, երբ որ իր հետ բարի են, լավ են, բայց երբ որ իր հետ լավ չեն, ինքը ով է, հենց տեղ է երևում ամեն ինչը, Աստված հենց դա է ասում, զգուշ եղի, հենց տեղ է քո փորձությունը, հենց որ նեղվեցիր ով ես դու, մարդկա փող չկա, ֆինանս չկա, մարդկա հիվանդ է, ես շատ հիվանդներ տեսել եմ, կամ լսել եմ, որ մահացու հիվանդներ են, մահից առաջ ասուն հայոյել են, ասուն անիծել են, իրանք մտածում են, որ Աստված է մեղավոր, որ իրանք այդպես են, գիտես ցավալին են է, թեմայի մեջ եմ խոսում, երբ որ տարիներով խոսում ես, ամիսներով ու տեսնում ես քո աչքի առաջ, մարդը չի վերականգնվում, խնդիրը հենց դա է, որտեղ է քո ուշադրությունը, ինչքանով ես ուշադիր Աստծո խոսքին, լավ, սերմնացանը դուրս եկավ սերմ ցանելու, քարոզիչը քարոզում է, հովը խոսում է, բա հետո, սերմը ընկավ քո սրտի մեջ, սերմը դա Աստծո խոսքն է, ինչքանով է պտուղ տալի քո կյանքում, ինչքանով դու ուշադիր ես, ինչքանով դու վերցնում ես, ինչքանով դու հասկանում ես, այնքանով դու ապրում ես, եթե դու չես հասկանում, սերմը չի աճում, դու մնում ես հին տեղում, առաջխաղացում չկա, մեկ էլ նայում ես հայելու մեջ մազերը սպիտակել է, դեմքդ կնճռոտվել է, բայց դու հələ նույն տեղում ես, ոչ մի առաջխաղացում, խնդիրը դա է, որ դու ուշադիր չես Աստծո խոսքին, ուշադիր չես, դրա համար Աստծո խոսքը քո կյանքում չի կատարվում, անձրևը եկավ, ձյունը եկավ, բայց փուշ ու տատասկ են բուսեցրել, ոչ թե բարի պտուղ, նոր կարդացի, չի ասում, եթե փուշ ու տատասկ բուսնի, նա անեծքի մեջ է անգնելու և այրվելու է, բայց եթե բարի պտուղ տա, նա օրհնված է լինելու, այդ անձրևն ու ձյունը Աստծո խոսքի խորհրդանիշն են, դրա համար սիրելիներ, տարիներով լսում ենք, ինչքան ենք ուշադիր, ինչքան ենք Աստծո վախով լցված, դրա հետ է կապված մեր կյանքը, դրա հետ կապված է կբարձրանանք, թե ոչ, ամեն, փառք Աստծո, Առաջի Պետրոս, երրորդ գլուխ 9 խոսք, չարի փոխարեն չար չհատուցանեք, հենց սա վերնագիրն է, չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք, այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցաք, որ օրհնությունը ժառանգեք, գրված է այսպես, թե չէ, չարի փոխարեն չար չհատուցանեք, իսկ ով է չարի փոխարեն չար հատուցանե,
Այն որ ասում անենց շշպռեցի, մարդել կա ասում պորտը տեղը դրեցի։ Շատ չէ, բոլորս էլ արել ենք, որտեղ գիտենք դա նորմալ է։ Բայց Աստծո որդիներին Աստված ասում է չարի փոխարեն, չար մի հատուցանեք, որովհետև դու դրա մեջ չեք կանչվել, այլ բարին հատուցանեք։ Որովհետև դրա մեջ կանչվեցանք, որ օրհնություն ժառանգենք։ Մենք պետք է օրհնություն ժառանգենք։ Դրա համար մենք պետք է օրհնենք։ Ես մի քիչ հետո կկարդամ մի քիչ ավելի խորը բաներից դու կհասկանաս։ Սաղմոս 109-ում 17 խոսքում բանավոր եմ ասում։ Այստեղ գրված է այսպես. անեծք սիրեց եւ նա կհասնե նրան։ Օրհնություն չկամեցավ եւ նա հեռու կլինի նրանից։ Հիմա հասկացաք ինչա պետք օրհնել եւ չանիծել։ Անեծք սիրեց, անեծքը կհասնի իրան։ Օրհնություն չսիրեց, օրհնությունը հեռու կլինի նրանից։ Չուզեցավ օրհնել, օրհնությունը հեռու կլինի այդ մարդուց։ Սա է գաղտնիքը, որ մենք չարին չարով չպիտի պատասխանենք։ Եվ մենք պետքա ջանք գործադրենք։ Եվ խնդրենք, որ Սուրբ Հոգին մեզ օգնի չարին չարով, որովհետև մենք սովոր ենք, որ աշխարհում սենց է, խի խեղճանաս, խի ձենդ կտրես, ինչի բա չասես, ինչի հելնեն նստեն քո գլխին, դու պիտի անես, որ վախենան կհարգեն, դա Աստծո ձևը չի, դա սատանայի բնավորության ձևերն է։ Դրա համար Աստված առաջարկում է մեզ չարին չարով չհատուցանես։ Օրհնեցեք։ Դուք օրհնեք։ Կասես հով ջան, ինձ անիծում են, ինձ կախարդում են, ես չգիտեմ, ինձ դիվթում են։ Ոնց դնեմ այդ մարդուն օրհնեմ։ Գիտես, առաջի խոսքում կարդացի, որ Աստված ասում է. ես քեզ սովորեցնում եմ ճիշտը, քո գնալու ճանապարհները։ Եթե միայն ուշադիր լինեիր ու տենց կատարեիր, քո օրհնությունները գետի պես պիտի գար, խաղաղությունը։ Ամեն, եթե միայն երանի թե ուշադրություն դարձնեիր եւ այդպես ապրեիր։ Հիմա Աստված մեզ սովորացնում է. մի անիծեք, օրհնեք ձեզ անիծողներին։ Ես կկարդամ այդ խոսքը, որպեսզի օրհնված լինեք։ Կասես, բա որ օրհնվի այդ կախարդը։ Չի օրհնվի։ Նախ մենք կախարդներին օրհնում ենք բարի գործերի մեջ, ոչ թե կախարդության մեջ։ Ամեն։ Չէ, շատ հարցեր կա մեր կյանքում, որ մենք գիտենք։ Մարդ կա թույնով լցված է։ Դա իր թույնի հետ իրան օրհնի, թույնը կրկնապատկվի մեջը։ Դրա համար մենք, որտեղ օրհնությունը դա կրկնապատկումն է, ավելացումն է։ Դրա համար մենք չար գործերը չենք օրհնում, մենք օրհնում ենք բարի գործերի մեջ, մարդկանց ապաշխարության մեջ։ Ամեն, փառք Հիսուսին։ Տեսեք, ստեղ մի հատ հետաքրքիր օրինակ եմ դուրս հանել, երկրորդ օրինացում 23 գլուխ եւ 5-րդ խոսքը։ Բայց քո Եհովա Աստվածը չուզեց Բաղամին լսել, այլ քո Եհովա Աստվածը անեծքը քեզ համար օրհնություն դարձրեց, որովհետև քո Եհովա Աստվածը քեզ սիրեց։ Հասկանալի է։ Այսինքն Բաղամը եկել էր անիծելու Իսրայելի ժողովրդին։ Ասում է քո Եհովա Աստված Բաղամին չլսեց, այլ քո Եհովա Աստված Բաղամի անեծքը քո կյանքում դարձրեց օրհնություն։ Պատճառը ինչի՞։ Որովհետև գրված է քո Եհովա Աստված քեզ սիրեց։ Իսկ մեր Եհովա Աստված ինչի՞ է մեզ սիրում։ Հովհաննես 14 գլուխ 21 խոսքում ասում է. ով է ինձ սիրողը։ Ով է ինձ սիրողը։ Նա, որ լսում է իմ պատվիրանքը եւ պահում է։ Նա է ինձ սիրողը, ինձ սիրողին ես կսիրեմ, կգամ նրա մոտ եւ նրան կհայտնեմ ինձ։ Հայրը կսիրի նրան, կգամ եւ կհայտնվեմ նրան։ Այսինքն մեր Աստված մեզ սիրեց, դրա համար էլ, ինչի սիրեց, որովհետև մենք իր խոսքի համեմատ ենք ապրում, լսում ենք։ Եվ դրա համար էլ մեր Աստված
Բաղամի կախարդությունը թեքեց Իսրայելի վրա օրհնության։ Հիմա հնարավոր է ամեն մեկիս կյանքում բաղամներ կան։ Կան թե չէ։ Եթե ժամանակ կար, հիմա էլ կա։ Բաղամներ կան, որոնք գալիս են անիծելու, գալիս են կախարդելու, գալիս են դիվթելու, հմայելու, տարբեր բաներ անեն։ Որովհետև մենք տեսնում ենք, որ մարդկանց կյանքում հետաքրքիր է, չէ՞, կյանքը ոնց է։ Ասենք կենդանիների կյանքում չկա ինչ որ իրար աչքով տալ, իրար կախարդել։ Ժողովուրդ ջան, մարդկանց կյանքում այսպիսի բաներ կա, չէ՞։ Կենդանիներինը չկա, որովհետև կենդանիները շունչ ու մարմին են, մարդը շունչ, մարմին, հոգի է։ Մարդը հոգևոր էակ է։ Դրա համար մարդու կյանքը ավելի բարդ է։ Եվ որպեսզի այդ քո բարդ կյանքը հաղթող դուրս գաս, դու պետքա լսես Աստված ինչ է ասում քեզ։ Աստված այսօր նորից սովորեցնում է մեզ, որ ների եւ բարի գործով հաղթի չարին։ Չարին չար չհատուցանես։ Հիմա կարող ես դա անես։ Պատկերացրեք, որ ամբողջ Իսրայելը գար ու բաղակին անիծեր։ Բայց Աստված ասում է օրհնի բաղակին։ Մնացածը իմ գործն է։ Դու իմ գործով, ես ոնց ասում եմ, դու այդպես ապրի, քո թշնամիներին ես գիտեմ ինչ պետք է անեմ։ Ամեն։ Գիտես, սա հայտնություն է։ Սա ինչ որ ձև է հաղթանակի, որ Աստված մեզ սովորացնում է։ Հիմա եթե կհասկանաս, ոչ թե Աստված եկել է մեզ sense դաստիարակի, որ մենք բարի լինենք, Աստված մեզ ձև է տալի հաղթանակի։ Դու էսպես արա։ Ուզում ես օրհնված լինես, օրհնի։ Չէ անիծի։ Չես ուզում օրհնես։ Օրհնությունը հեռու կլինի քեզնից։ Այսինքն քո բերանից թող օրհնություն դուրս գա, որ օրհնությունը գա քո տուն։ Ամեն, փառք Աստծո։ Մատթեոս 5-րդ գլուխ 43 խոսք։ Լսել եք, որ ասվեցավ, քո ընկերին սիրիր եւ քո թշնամուն ատիր։ Գիտեք հին ուխտում ոնց էր։ Հին ուխտում գրված էր, եթե ատամը տեն կոտրե, իր ատամը պետքա կոտրես։ Ձեռքը տեն կոտրե ձեռքդ, գլուխը տեն կոտրե, կոտրողի գլուխը պիտի կոտրես։ Սպանել են ինչ որ մեկին, դու պիտի սպանես իր ընտանիքի ինչ որ անդամին։ Այսինքն լրիվ սենց հարաբերական։ Ինչ արել են նույնը։ Դրա համար Հիսուս ասում է, լսել եք, որ ասվեցավ, քո ընկերին սիրի, քո թշնամուն ատի։ Բայց նոր ուխտում, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին։ Օրհնեցեք անիծողներին։ Բարի արեք ձեզ ատողներին։ Դու հասկանում ես սա ինչ է։ Ես էսի երկար տարիներ եմ կարդացել, բայց երբեմն որ չեմ կարդացել, մոռացել եմ։ Բայց երբ որ այսօր նորից սա կարդացի, սա ապշելու բան է։ Դե արի սիրի թշնամուն, օրհնի անիծողիդ։ Այն որ գիտես կոնկրետ կայնած անից կա հռչակում քո վրա, դու պետք է օրհնես իրան։ Բարի արեք ձեզ ատողներին, գիտես ատում է քեզ, բայց դու պետքա բարի անես։ Եվ աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար։ Որ որդիկ լինեք ձեր հոր, որ երկնքում է։ Որովհետև նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա, անձրև է բերում արդարների եւ անարդարների վրա։ Որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, ինչ վարձ կունեք, չէ որ մեղավորներն էլ են նույնը անում, աշխարհիկներն էլ են տենց անում։ Եվ եթե միայն ձեր եղբայրներին բարև տաք, ինչ ավելի բան եք անում, չէ որ մաքսավորներն էլ են այնպես անում։ Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը, որ երկնքում է, կատարյալ է։ Ամեն։ Տերը զորացնի ձեզ, Տերը զորացնի բոլորիս, ամեն մեկիս, որ ինչ որ կարդում ենք, այսպես ապրենք։ Նույն ես նորից 44-ը կարդամ։ Ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին։ Ինչ է նշանակում սիրել։ Թշնամիներին սիրել։ Օրհնեցեք անիծողներին։ Բարի արեք ձեզ ատողներին։ Սիրել
նշանակում է մարդուն բարի կամենալ եւ բարի անել։ Սա միշտ հիշեք, սերը դա պատվիրանք է։ Տերը մեզ ասել է սիրեք։ Նշանակում է անգամ մեր թշնամուն, մեր անիծողին, մեզ կախարդողին մենք պետք է բարին անենք, բարին կամենանք։ Ամեն։ Բայց հարգել դրան կամ իր հետ ընկերություն անել, Աստված տենց բան չասեց։ Ես վերջում կկարդամ, սիրել դա չի նշանակում ընկերություն անել, դա չի նշանակում հարգել։ Սիրել դա նշանակում է, ինչ է նշանակում, բարի կամենալ, բարի բաներ անել։ Միտեղ գրված է, կկարդամ մի քիչ հետո, եթե թշնամիդ սոված է հաց տուր, ծարավա ջուր տուր, այդպես անելով դու կրակի կայծեր կդիզես իր վրա։ Սերը դա է, սոված լինի հաց տաս, ծարավ լինի ջուր տաս եւ չկամենաս, որ ինքը մահանա, ընկնի դժոխք։ Դա սերն է։ Բայց հարգելը արդեն դա ուրիշ բան է։ Դա ինքը պետքա վաստակի, որ դու հարգես կամ ընկերություն անես։ Մենք երբեմն մտածում ենք, եթե սիրել նշանակում է պիտի շփվենք, ընկերություն անենք։ Չէ, այդ լրիվ ուրիշ բան է։ Դրա համար շատերը սա չեն հասկանում, երբեմն այս խոսքերը կարդում ենք, լուրջ մտածում ենք, հետո մոռանում ենք, հետո ապրում ենք ոնց բոլորը։ Բայց երբ որ կարդում ենք, մտածում ենք, որպեսզի այդպես անենք, արդեն պրակտիկորեն ապրենք սա։ Գործնական։ Ոչ թե իմանանք, հələ գործի մեջ դնենք։ Ես եղել եմ, որ գործի մեջ եմ դրել այս խոսքերը։ Ինձ վատություն են արել, ասենք ես ձեն չեմ արել, բան չեմ ասել, նայել եմ միայն այդ մարդուն ու լռել եմ, հիշում եք Հիսուսն էլ էր լռում, Հիսուսը շատ հանգիստ լռում էր, Պիղատոսը որ հարց էր տալի, լռում էր, կարող էր պատասխաներ, բայց հենց դու լռում ես, Աստված սկսում է շարժվել, հենց դու սկսում ես չարին չարով պատասխանել, այդ է քո բաժինն է, ինչքանով կարաս, հաղթես կհաղթես, չէ։ Բայց նայած, եթե դու հոգու մեջ չես, մարմնավոր ես, դու նույն ձևի կարաս 30 տարի հետո նույն սխալները անես։ Ունգնես կրակը, հետո ասես, բա ինչի սենց եղավ, Տեր, բա ինչի ինձ թույլ տվեցիր։ Տեր ասма տղա ջան, սևով սպիտակի վրա գրված է, երանի թե լսես ինձ, ինչ որ ասում եմ եւ անես, որովհետեւ այդ ժամանակ օրհնված կլնես։ Ոտդ քարին չի առնի, խաղությամբ կապրես։ Ամեն, Փառք Հիսուսին։ Հռոմեացիս 12-րդ գլուխ, Հռոմեացիս 12-17։ Մեկին չարի տեղ չար մի հատուցանեք։ Ամեն մարդկանց առաջին բարի խորհուրդ ունեցեք։ Եթե կարելի է, որքան ձեզանից է կախված, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք։ Որքան որ մեզանից է կախված, մենք պետք է խաղաղություն ունենանք։ Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի անեք, սիրելիներ, այլ բարկությանը տեղ տվեք, որովհետև գրված է, վրեժխնդրությունը իմն է, ես հատուցումը կտամ, ասում է Տերը։ Երբ որ մենք ենք հարցերը լուծում, Տերը չի շարժվում։ Բայց երբ որ մենք անում ենք այնպես, ինչպես Տերն է ասում, մենք օրհնում ենք, Տերը շարժվում է, ով փորձառություն ունի այդպես։ Դուք լռեք ուղակի, այդ պահը ձեզ վատություն արին, չարախոսեցին, լավ կարելի է բացատրել, որ ես այդ բանը չեմ արել կամ չեմ ասել, բայց արդեն որ տեսնում ես զուր տեղն է չարախոսվում, լռեք ու դատաստանը հանձնեք Տիրոջը։ Եվ դուք կտեսնեք, այս հենց այս գրվածքը ձեր անձերի համար վրեժխնդրություն մի արեք, սիրելիներ, այլ բարկությանը տեղ տվեք, Աստծո բարկությանը, որովհետև գրված է վրեժխնդրությունը իմն է, ես հատուցումը կտամ, ասում է Տերը։ Արդ թե քո թշնամին սոված է, հաց տուր նրան, եթե ծարավ է, ջուր տուր նրան, որովհետև այս անելով կրակի կայծեր կժողովես նրա գլխի վրա։ Մի հաղթվիր չարից, բայց այլ բարիով հաղթիր չարին։ Ամեն։ Հիմա
տա Աստված, որ մենք կարողանանք սա գործնականում կիրառենք մեր կյանքում։ Եթե կիրառենք, եթե կարողանանք, ինքը կաշխատի մեր համար, մեր օգտին, բայց եթե չդիմացանք, վերջ, չի աշխատելու այս խոսքը քո կյանքում։ Երկրորդ Տիմոթեոս, գիտես, նաև մարդկանց կյանքում այնպես է, ինչ տեսակի մարդ ասեք կա, չէ՞։ Ասեք, սա խոսում ենք, սա ցորիապես sense կարդում ենք, խրատ խորհուրդ ենք տալի, բայց երբ որ գործնական կյանք ապրում ես ու դու հանդիպում ես իրականում այս մարդկանց, այն տխմարների, իրականում տխմար են, տգետներ, որ դե ասում ես լռեմ, լավ, լռեմ, բայց ինչքան լռեմ, ու ես նկատել եմ մի բան, որ երբ որ լռում ես, մարդիկ էլ գիտեն, հոգևոր ես, ավելի են օգտվում դրանից ու ավելի են սկսում ոնց որ կոպիտ ասած գլխիդ նստել։ Փորձել եմ հա լռեմ, զգացել եմ հա ոնց որ ու գիտեք ովքեր են դրանք, այն աշխարհի անարգվածները, այն չեղածները, որ կարող է ամբողջ քաղաքը դրան անարգի կամ ամբողջ գյուղը։ Էդ էլ գալի քեզ անարգում։ Այդ փորձառությունն էլ ունեմ։ Թեև Աստծո խոսքը նաև միտեղ ասում է հիմարին պատասխանի հիմարի պես, որ իրեն իմաստուն չկարծի։ Ամեն, բայց նույն համարի ներքևում է կամ վերևում գրված է հիմարին իրապես մի պատասխանի, որ դու էլ հիմար չդառնաս։ Այսինքն ամեն ինչ ունի չափ ու սահման, ամեն ինչը Տերը ինքը սովորացնում է, տեղեր կա լեզուդ կծում ես, տեղեր կա թույլ է տալի ասում ես։ Եվ տարբեր տեսակի մարդիկ կան, որ չգիտես հետները ոնց վարվես։ Խոսք ասում է սիրեք, օրհնեք, չէ՞։ Բայց մարդ կա ոչ սիրելու բանա, ոչ օրհնելու բանա։ Դրան համար էլ էլի Աստվածաշունչը խոսք ունի մեզ համար, օրինակ 2 Տիմոթեոս 3 գլուխ 5-րդ խոսքում ասում է մարդիկ կան աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, նրանցից էլ ետ քաշվի, հեռացի դրանցից, դա մեղք չի, սիրի, սիրելը բացատրեցի, բարի կամեցի, բարի արա, բայց որ գիտես ով են, ինչ տեսակ, ինչ սորտ, հետ քաշվի, հեռու մնա, մի շփվի, ընկերություն մի արա, այդ տեսակի մարդկանցից հետ քաշվի, գիտես կախարդա, գիտես հմայողա, գիտես խնդիր ունի, անեցքովա, չգիտեմ, լավ, անիծեց դու օրհնեցիր, որ չես այդ ընկերություն անի, հետ քաշվի, հեռացի այդ մարդուց, ինչքան հեռու անես, այնքան քո օգուտն է, ամեն, և առաջի Կորինթացիս 5-րդ գլուխ, 5-րդ գլուխ 11 խոսքը բայց հիմա գրեցի ձեզ չխառնվել, որ եթե մեկը, որ եղբայր է անվանված լինի, պոռնիկ կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ հափշտակող, այնպիսիների հետ հաց էլ չուտել։ Երևի հասկանալի չկարդացի, բայց հիմա գրեցի ձեզ չխառնվել, այսինքն չշփվել, ընկերություն չանել այն հավատացյալների հետ, որ եթե մեկը եղբայր է կամ քույր է անվանված, լինի ինչ, պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ հափշտակող, հափշտակողը նորից կրկնեմ, քցող, որ վերցնում չի տալի, խափում վերցնում չի տալիս, կամ հափշտակող, այնպիսիների հետ հաց էլ չուտել։ Լավ, ներելը ներեցինք, օրհնելը օրհնեցինք, սիրելը սիրեցինք, բայց այս տեսակի հավատացյալներ էլ կան, չէ՞։ Աստվածաշունչը խորհուրդ է տալի դրանց հետ ոչ հաց կերեք, ոչ շփվեք, դա մեղք չի, որպեսզի խշմտանք չանես քո մեջ։ Մարդկա խշմտանքին չէ որ ես պիտի սիրեմ, չէ որ ես պիտի օրհնեմ։ Մարդ Աստվածաշունչը ասում է հեռու մնա դրանցից։ Մի խառնվի, հետ քաշվի,
ընկերություն մի արա, հեռացի, դա նորմալ է։ Բայց սիրելը պատվիրանք է, թեև Աստված իրանց էլ չի սիրում, նրանք ընկած են արդեն։ Մեզ պատվիրված է սիրել, դրա համար վերնագիրը այսպես էր, չարին չարով չհատուցանես, այս տեսակի մարդիկ էլ կան, մենք չպետք է իրանց դատենք, Աստված է իրանց դատողը, մենք ուղղակի պետք է խելացի լինենք, իմաստուն լինենք և հետ քաշվենք, նման մարկանցից հեռու մնանք, են աշխարհում ոնց են ասում, շառ ու փորձանքից հեռու, ամեն, փառք Տիրոջը, փառք Հիսուսի, Հովսեփի կյանքում նայում ենք, ասենք Հովսեփի կյանքում ինչ էր փոխվում, ուներ եղբայրներ, որոնք ատեցին իրան նախանձի պատճառով, երազի պատճառով, ասին սպանենք, հլը տեսնենք սրա երազը ոնց է կատարվելու, երազը կատարվեց, բայց Հովսեփի օրինակը, Հովսեփը ներեց իր եղբայրներին, օրհնեց իր եղբայրներին, անգամ երբ որ հայրը մահացավ Հակոբը, եղբայրները խառնվել էին իրար, ասում են հայրը մահացավ, հեսա մեզ վերացնելու է, Հովսեփը ասեց տղաներ, ես ձեզ կպահեմ ձեր երեխեքի հետ, մի վախեցեք, են որ ասում է գող, սիրտը դող, իրանց արածը գիտեին, դրա համար էլ վախենում էին, բայց Հովսեփը հենց այս սրտի տեր մարդ էր, ինչ որ այսօր ես կարդում եմ, վերնագրել եմ չարին չարով չհատուցանես, այդ մարդը կարող էր, չէ, շատ լուրջ հատուցել, կարար ասեր իմ ամբողջ պատանեկությունը գողացակ, մանկությունս գողացակ, բերդերում ապրեցի ես, ձեր պատճառով, 13-14 տարի, ձեր նախանձի պատճառով 14 տարի ես այս վատ դրության մեջ եմ եղել, դե հիմա արեք ստե ես ձեզ ասեմ, բայց չարեց, հենց սա է Աստծո հոգին, որ չարին չարով չպատասխանեք և օրհնված կլինեք, եկեք ոտքի կանգնենք, փառաբանության խումբը թող գա առաջ,